Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք դիտել, լսել մեզ, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում, այստեղ մեզ կգտնեք live stream-ի տարբերակով կկարողանաք դիտել եւ ընդ որում նաեւ մեկնաբանություններում թողնել հարցեր ու դիտարկումներ, եթե ձեզ թեման իհարկե հետաքրքրի։ Ներկայացնեմ ում հետ ենք այսօր զրուցելու Իգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի բժիշկ մաշկաբան Լիդա Մելիքյանի հետ ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ թեմայի առաջարկի համար, որովհետև բացառիկ վիրահատության եւ մեթոդի ըստ էության մասին ենք խոսելու պոստսովետական երկրներում առաջին անգամ բերված, ինչպես եթերից առաջ մի փոքր քննարկեցինք, որի անունն է MOHS, ես տարերով էլ խնդրում եմ արձանագրեմ MOHS, եթե տեսնում եք այս հապավումը, սա հենց այս վիրահատությանն է վերաբերում, վիրահատական եղանակ է, որը առաջին անգամ սկսել է կիրառվել Հայաստանում, ճիշտ ենք։ Եվ սա նոր հասկացություն է, իհարկե հիմա ձեր օգնությամբ հասկանանք, թե ինչ մեթոդ է եւ ինչով է տարբերվում մաշկի քաղցկեղի բուժման դասական մոտեցումներից, սա փաստորեն ցուցված է հենց մաշկի քաղցկեղի բուժման համար։ Այո։ MOHS-ը ազգանուն է, Ֆրեդերիկ MOHS-ի ազգանունն է կրում, Ֆրեդերիկ MOHS-ը այն բժիշկն է, այն վիրաբույժն է, ով առաջի անգամ կիրառել է այս մեթոդը, երկար տարիներ փորձարկումներ է իրականացվել եւ վերջում ոնց որ հանգել է այս մեթոդին, ինչը էությունը մեթոդի մաշկային ուռուցքները հեռացվում են փուլային, այսինքն աստիճանաբար ուռուցքի շերտերը վերցվում են եւ հենց այդ պահին հիմնականում հենց նույն վիրաբույժը, որ հաճախ նաև մաշկաբանն է, իրականացում է հյուսվածաբանական քննություն, այդ ընթացքում պացիենտը սպասում է սպասասրահում բաց վերքով, միջև հյուսվածաբանական քննությունը մեզ պատասխան է տալիս արդյոք սահմանները մաքուր են, այսինքն ուռուցքը ամբողջովին հեռացվել է թե ոչ։ Այս մեթոդի առավելությունը որն է, որ այդ հյուսվածաբանական քննությունը, որը հենց այդ պահին է իրականացվում, հնարավորություն է տալիս ամբողջ դիամետրով սահմանը վերահսկել եւ խորությամբ եւ հնարավորություն է տալիս հնարավորինս քիչ մաշկ հեռացնել եւ պահպանել առողջ մաշկը, քանի որ հիմնականում այս մեթոդը կիրառվում է զգայուն սենսիտիվ տեղամասերում, օրինակ դեմքի վրա, օրինակ սեռական օրգանների վրա, որտեղ մենք հնարավորություն չունենք անverջ մեծ ծավալով առողջ մաշկ հեռացնելու, համոզվելու համար, որ ուռուցքը ամբողջովին հեռացվել է։ Օրգանապահպան ռազմավարությունը հատկապես այս տեղանքի համար շատ կոպերին, քթի շրջանում, շրթունքների շրջանում, բացի դրանից այս մեթոդը կիրառվում է ագրեսիվ ուռուցքների տեսակների դեպքում եւ կրկնությունների դեպքում, այսինքն եթե նախկինում հեռացվել է կլասիկ տարբերակով, որը կոչվում է wide local excision, այսինքն լայն լոկալ հեռացում, հիմնականում դա մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր առողջ մաշկ է վերցվում, եթե այդպես հեռացվել է եւ ուռուցքը կրկնվել է, մենք հաջորդ, այսինքն հետագա կրկնություններից խուսափելու համար կիրառում ենք MOHS, որ հնարավորինս սահմանները վերահսկենք եւ պացիենտի դեմքից առողջ հյուսվածք աննպատակ չհեռացնենք։ Այստեղ մի հարց է առաջանում, եթե առողջ հյուսվածքից մի փոքր ավել է վերցվում կամ շատ է ավել վերցվում, սա ինչպես է ռիսկերը բարձրացնում, այսինքն ինչով է այդքան վտանգավոր։ Չկա, բայց քանի որ մենք խոսքը գնում է հենց սենսիտիվ տեղամասերի մասին, շատ լուրջ կոսմետիկ դեֆեկտներ են առաջանում, այսինքն օրինակ կոպի վրայից մենք ինչքան առողջ հյուսվածք կարող ենք վերցնել, խոսքը գնում է միլիմետրերով առողջ հյուսվածք պահելու մասին, այսինքն առաջի հերթին իհարկե ուռուցքի հեռացումն է կարևոր, որը այս դեպքում հնարավոր է շատ բարձր տոկոսով 99-ից 100
100% հնարավոր է սահմանը վերահսկել եւ համոզվել, որ ուռուցքը ամբողջովին հեռացվել է, դա մեկ, երկրորդն էլ մենք ունենում ենք ավելի լավ կոսմետիկ արդյունք, քանի որ պահպանում ենք առողջացվածքները։ Իսկ ինչ գործիքակազմով է այս շատ ճշգրիտ հեռացումը կատարվում։ Այստեղ էլ մենք նորություն ունենք, թե հին գործիքակազմով նոր բաներ ենք ուղղակի անում։ Գործիքակազմը նույնն է, հիմնականում կիրառվում են նուրբ վիրաբուժական գործիքներ, որոնք օրինակ Հայաստանում երկարատև արդեն տարիներ կիրառվում են պլաստիկ կամ միկրովիրաբուժների կողմից, այստեղ ավելի շատ գիտելիքի, փորձառության տարբերություն է, քանի որ սա նեղ մասնագիտացում է մաշկաբանական, այսինքն օրինակ Ամերիկայում, որտեղ որ այս մեթոդը առաջի անգամ կիրառվել է եւ հիմա շատ տարածված է այնտեղ, մաշկաբանն է, ով որ նաեւ վիրաբույժ է եւ հյուսվածաբան է եւ այս ամեն ինչը գիտելիքը ձեռք բերելու համար մարդիկ երկար տարիներ նեղ մասնագիտանում են, որ կարող են 3 մասնագիտություն համատեղել մի հոգու մեջ։ Այսինքն ճիշտ ենք հասկանում, որ օրինակ X մաշկաբանը կարող է մասնագիտանալ վիրաբուժության մեջ եւ հակառակ օրինակ վիրաբուժը կարող է որոշել հենց այս մաշկաբանական մեթոդը սովորել եւ կիրառել։ Հիմնականում աշխարհում մաշկաբաններն են, որ հետագայում դառնում են մոս վիրաբուժներ, եթե վիրաբուժներ կան, ովքեր ցանկանում են զբաղվեն ոլորտով, հիմնականում նեղ մասնագիտանում են մաշկաբանության եւ հյուսվածաբանության մեջ։ Այսինքն այստեղ 3 մասնագիտություն կա, որ պետքա տիրապետես՝ մաշկաբանություն, վիրաբուժություն եւ հյուսվածաբանություն, եւ մոզ վիրաբուժը ցանկալի է 3-ին էլ տիրապետի։ Բարդ է, բայց այո, հիմա բազմամասնագիտական եւ համագործակցությունը եւ համատեղումը մեկ անձի մեջ կարծես շատ նորաձև է լավագույն իմաստով, գիտական իմաստով, որովհետեւ արդյունավետությունն էլ ապացուցված բարձր է շատ։ Մենք խոսեցինք մաշկային ուռուցքների, քաղցկեղի տեսակների մասին, բայց չնշեցինք, թե որոնք են ներկայում ամենատարածվածը, թե աշխարհում, թե Հայաստանում։ Դուք որոնք կնշեիք, որոնց դեպքում առավել եւս արդյունավետ է այս մոզ մեթոդը։ Հիմնականում մոզը կիրառվում է ոչ մելանոցիտար ուռուցքների հեռացման համար, դա բազալ բջջային կարցինոման է եւ տափակ բջջային կարցինոման է, չնայած որ այս երկուսից բացի այլ ուռուցքներ էլ կան, որ հեռացվում են եւ շատ փորձառու մասնագետները նաեւ մելանոմաներ են հեռացնում այս մեթոդով, բայց դեպքերի շատ մեծ մասում բազալ եւ տափակ բջջային կարցինոմաներն են, որոնք աշխարհում ամենահաճախ հանդիպող ուռուցքներից են եւ մաշկի ամենահաճախ հանդիպող ուռուցքներն են։ Երկուսի առաջացման պատճառն էլ դեպքերի մեծ մասում արևայրուքն է, այսինքն այսպես կոչված զագարները, արևի վատ ազդեցությունը, արևի վատ ազդեցությունը, որը ժամանակի ընթացքում առաջացնում է մուտացիաներ մաշկի մեջ եւ այդ մուտացիաները հանգեցնում են ուռուցքի առաջացման եւ այդ պատճառով նաեւ իրանք հաճախ տեղակայված են դեմքին, դաստակներին, այն հատվածներում, որտեղ ամենաշատն է, այսինքն բաց հագուստով չծածկված տեղամասերին եւ քանի որ մեր պոպուլյացիայում էլ արևապաշտպանների կիրառումը իհարկե վերջի տարիներին ավելի հաճախ եւ ավելի ինֆորմացիայի տարածումով պայմանած մարդիկ շատ բան գիտեն, բայց հատկապես տարեց եւ ավելի մեծ տարիքով պացիենտները տեղեկացված չեն, ջահել տարիքում բազմաթիվ անգամներ ունեցել են արևայրուքներ ու միջև հիմա արևապաշտպանություն չեն անում, հիմնական պոպուլյացիան պացիենտների բուժարանների հենց արևայրուքներ ունեցող պացիենտներն են։ Իսկ տարիքային, թիրախային այսպես հատված կա, թե ովքեր են սովորաբար ցավոք սրտի այս ուռուցքները նաև սկսել են հանդիպել, շատ ավելի հաճախ սկսել են հանդիպել ավելի ջահել պացիենտների մոտ, օրինակ մենք մեր ծրագրի շրջանակներում մեր Միացյալ Նահանգներից հյուրերի հետ վիրահատեցինք 17 պացիենտ, որոնցից իհարկե մեծ մասը ավելի 50-անց էին, բայց ունեինք նաև 30-ից 40 տարեկան պացիենտ, որը բավականին փոքր տարիք է ուռուցքի համար։ Այդ պատճառով ու ամբողջ աշխարհում մաշկի քաղցկեղը զգալիորեն շատացել է, դա կարող է պայմանավորված լինել եւ ախտորոշման մեթոդների ավելի տարածման եւ այսինքն բժիշկները ավելի ուշադիր են, կարողանում են ավելի հեշտ գտնել այդ ուռուցքները, բայց նաեւ էպիդեմիայի պես տարածվում է, այսինքն դեպքերը շատանում են։
եւ հետեւաբար եւ տարեց եւ ավելի ջահել պոպուլյացիաներում ավելի շատ են հանդիպում։ Ու այստեղ բարդ է հասկանալ նախապայմաններն են ավելի սրվել, շատացել, թե բժիշկներն են միգուցե ավելի արդյունավետ աշխատում եւ բացահայտում դեպքերը։ Փաստը այն է, որ այո, շատացել է։ Մի կարևոր հարց, որքանով է կարևոր եւ ինչպիսին է առանձնահատկությունը վիրաբուժի եւ հիստոպաթոլոգի համագործակցությունը մոզ վիրահատության ընթացքում, այստեղ հիստոպաթոլոգի մասնագիտացումն էլ մի փոքր բացատրենք, որն է, ինչ ֆունկցիաներով է պայմանավորված, որ հետո հասկանալի լինի։ Հիստոպաթոլոգները բժիշկներ են, ովքեր նեղ մասնագիտացած են հյուսվածքի միկրոսկոպիկ քննության մեջ, այսինքն դա դերմատոսկոպիան չէ։ Չէ, դա դերմոսկոպիան ոչ ինվազիվ, դերմատոսկոպիան նույն բառն է, ոչ ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ մենք հատուկ սարքի միջոցով հնարավորություն ունենք նախնական ախտորոշում տալու, օրինակ կարող ենք սարքը դնել մաշկին, տեսնել սպეციფიկ պատկեր եւ ենթադրել, որ այո, այս պատկերը առավել համատեղելի է օրինակ բազալ բջջային կարցինոմայի հետ։ Բայց վերջնական ախտորոշումը մեզ տալիս են հյուսվածաբանները, ովքեր այդ հյուսվածքը մշակելուց հետո միկրոսկոպիկ նայում են արդեն բջջային մակարդակով կառուցվածքը եւ մեզ տալիս են հստակ ախտորոշում եւ հստակ ենթատեսակ ուռուցքի, այսինքն այս դեպքում շատ կարեւոր դեր ունեն։ Այն ինչ որ արվում է Հայաստանում ու տարածաշրջանում հիմնականում այդ ուռուցքների հեռացման մասին, ահա խոսքը, իրականացվում է wide local excision կոչվածը, որը ստանդարտ հեռացումն է, այսինքն երբ որ մենք սահմանները հենց վիրահատության պահին չենք կառավարում, մենք հեռացնում ենք ինչ որ հյուսվածք ծավալով ու հետո վերքը փակվում է եւ պացիենտը գնում է տուն, իսկ հյուսվածքը գնում է լաբորատորիա։ Ու post factum հյուսվածաբանը մեզ տալիս է պատասխան, ասում է այո, ես տեսնում եմ այս ուռուցքը եւ իմ կարծիքով սահմանները մաքուր են։ Բայց այստեղ կոնկրետ մոզի դեպքում հյուսվածաբանական քննությունն էլ է սպეციფიկ ձևով իրականացվում, ոչ թե կլասիկ ձևով, որը հնարավորություն է տալիս սահմանը ամբողջովին վերահսկել՝ ի տարբերություն կլասիկ հյուսվածաբանական քննության, այսինքն առանձնահատկություն տարբերությունները սա են, հա, առաջին հերթին այն փաստը, որ հյուսվածաբանական քննությունը իրականացվում է հենց այդ պահին, իսկ ավելի արագացված փաստորեն տեմպերով, այսինքն մեթոդն էլ է տարբեր։ Այն առումով, որ պացիենտը հնարավոր է մի 3-4 ժամ գտնվի հիվանդանոցում, բայց դուրս է գրվում ամբողջովին իմանալով, որ հյուսվածքը, այսինքն ուռուցքը ամբողջովին հեռացված է եւ արդեն ռեկոնստրուկցիան արած։ Իսկ կլասիկ դեպքում 7 օր սպասում է մինչև հյուսվածաբանը պատասխան տա, արդյոք հեռացվել էր եւ ամբողջովին էր հեռացվել թե ոչ։ Ընդ որում վիրահատությունն արդեն արված է, այդպես սպիացում է գնում, վերքի լավացում է գնում, այսինքն ընթացքը էլ հետադարձելի չէ։ Իսկ եթե օրինակ տեղում այս մասնագետը բջջաբանական ուսումնասիրության պարզում է, որ չէ, գիտեք, այդքան էլ արդյունավետ չի արված, հնարավոր է շարունակել վիրահատությունը, ճիշտ ենք հասկանում։ Մոզի դեպքում այո, քանի որ պացիենտը սպասասրահում սպասում է, մինչև պատասխանը լինի, եթե գտնում ենք, որ սահմանները դրական են, այսինքն ուռուցքը դեռ ամբողջովին հեռացված չէ, գալիս ենք եւ հեռացնում ենք, քանի որ հյուսվածքը ամբողջովին քարտեզագրվում է, համ պացիենտի դեմքն է քարտեզագրվում, համ այդ հյուսվածքն է քարտեզագրվում եւ մեզ քարտեզի վրա պատասխան են տալիս, որ այսինչ լոկացիայում մենք ունենք ուռուցքի պահպանում եւ վիրաբուժը գնում է եւ հեռացնում է կոնկրետ լոկացիայում կոնկրետ ծավալի մաշկ, ոչ թե մեծացնում է ամբողջ վերքը եւ արդեն երբ որ պատասխանը գալիս է որ մաքուր է, նոր վերքը փակվում է եւ ռեկոնստրուկցիա է իրականացվում, այսինքն մենք այնքան ենք շարունակում վիրահատությունը, մինչեւ չհամոզվենք, որ ուռուցքը ամբողջովին հեռացվել է։ Այստեղ ձեզ թվային տեխնոլոգիաներն օգնում են այդ ճշգրտությունը, քարտեզագրումը, այսպես ապահովելու համար, թե ամեն ինչ մարդկային գործոնով է արվում։ Դեռ ամեն ինչ մարդկային գործոնով է արվում, բայց ես ակնկալում եմ։ Երևի պետք է ուրախանանք, հələ ոչ։ Ես ակնկալում եմ, որ հնարավոր է հյուսվածաբանական քննության այդ կեսը, ինչ որ մի ժամանակից արհեստական ինտելեկտը պատասխան, այո, բայց երևի մարդու վերահսկման դժվար է ասել։ Այո։ Բայց դիագնոստիկ ցանկացած այդ պատեռնի ճանաչման, պատկերի ճանաչման հիմքում ընկած այդ մասնագիտությունները մեծ հավանականությամբ շատ
արհեստական ինտելեկտով ինչ-որ ձևով փոխվելու են, դժվար ասել ոնց, բայց ամեն դեպքում մենք բոլորս ակնկալում ենք, որ դա ազդեցություն կունենա։ Նա մտնում է մեր բոլորի կյանք, այդ թվում եւ բժիշկների ու երևի պետք է դրա հետ ուղակի սովորել, աշխատել ու օգտագործել որպես լավ գործիք, արդյունավետ, արագ ավելի օպերատիվ գործիք։ Այդ դուք ասացիք, որ քանի վիրահատություն եք արել, այդ խումբը, որ եկել էր 17 վիրահատություններից, որոնք են շատ արդյունավետ անցել, կարիք չի եղել օրինակ հետո նորից հեռացնելու որոշ բջջային խումբ, ընդհանրապես գոհ եք արդյունքներից, որոշ ուռուցքները քանի որ փոքր էին, հնարավոր էր առաջի փուլով սահմանափակվել եւ վերջացնել, բայց մենք ունեինք դեպքեր, որոնք բավականին խոշոր էին, ունեինք դեպքեր, որ տվյալ պացիենտի ուռուցքը 4-5 անգամ կրկնվել էր կլասիկ վիրահատման մեթոդների ձևով եւ այդ վիրահատությունները բազա ավելի ծանր էին, մի քանի անգամ 3-4 փուլով է հեռացվել ուռուցքը միջև ամբողջովին ասել ենք այն փուլին, որ ոչինչ չի հայտնաբերվել այլևս։ Իսկ հետաքրքիր է, եթե հասնում եք այդ փուլին, ոչինչ չի հայտնաբերվում, արդեն այդ քարտեզի եզրերը, այսպես ասած, մաքուր են, նշանակում է արդյոք սա, որ այլևս կյանքում չի կրկնվելու, թե այդպիսի երաշխիք մենք չունենք։ Շատ փոքր է հավանականությունը այս մեթոդի կիրառման դեպքում ընդամենը 1% է հավանականությունը, որ կկրկնվի, այո, ու դեպքերի մեծ մասում, գիտեք, մենք ունեցանք դեպքեր այս 3 օրվա ընթացքում շատ մեծ ուռուցքների, որ ցավոք սրտի արդեն վիրահատական չէին, բայց մեր հյուրերի համար այս դեպքերը շատ տարօրինակ էին, որովհետև քանի որ իրենց մոտ այս մեթոդը շատ մեծ տարածում ունի, իրանք շատ քիչ են տեսնում դեպքեր, երբ որ ուռուցքը 5 անգամ նույն տեղում կրկնվում է կամ այնքան է մեծանում, որ օրինակ մարդու դեմքի կամ ինչ-որ մարմնի հատվածի մեծ մասը գրավի, եւ իրանք այդ մեր քննարկումների արդյունքում էլ մի քանի անգամ նշեցին, թե ինչքան մենակ այս դեպքերը հերիք են, որ մենք ապացուցենք, թե մոզը ինչքան կարևոր է նմանատիպ սիտուացիաներից խուսափելու համար։ Իրենց մոտ իրականություն է փոխել, վիճակագրություն է արդեն փոխել։ Այո, շատ քիչ են դեպքերը իրենց մոտ, երբ որ հասնում է մի վիճակ, որ ուռուցքը վիրահատական չէ այլևս, այսինքն միայն քիմիոթերապիայով կամ ճառագայթումով կարանք հարցը լուծենք, ու դեպքերի մեծ մասում չենք կարող, կամ որ նույն տեղում 5 անգամ կրկնվի, իրենց համար դաժե մի քիչ զարմանալի է։ Դե որպես այն երկիր, որտեղ նոր է եկել, նոր է ներդրվել, կարծում եմ մենք էլ մոտ 10 տարուց կամ 5 տարուց նույնիսկ ունենանք ավելի լավ պատկեր։ Իդեպ ըստ ձեզ որպես մասնագետի, ինչն էր կարծիքը, որ ինչն էր պատճառը, որ այս մեթոդը մինչև հիմա չէր բերվել, չէր ներդրվել, այստեղ այդ համագործակցությունն է բարդ, թանկարժեք է, չգիտեմ, տեխնիկական խնդիրներ կան, ինչն է այստեղ շատ բարդ, որ մենք նոր ենք առնչվում այս մեթոդի։ Կրթությունը ամենամեծ, քանի որ ենթադրվում է, որ մեկ մասնագետ պիտի կարողանա 3 մասնագիտություն իր մեջ ներառի, իսկ Հայաստանում ցավոք սրտի մենք դեռ չունենք այդ կրթական միջավայրը, մասնագետները, ովքեր դա կարան սովորացնեն, ամենամեծ խնդիրը այստեղ կրթականն է, իսկ մյուս առումներով ամեն ինչը կա Հայաստանում, այսինքն տեխնիկական առումով մենք հնարավորություն ունենք, այսինքն հիմնականում սա վերապատրաստման եւ կրթության խնդիր է, որը հնարավոր է լուծել։ Իսկ ինչ է կանխագուշակում էլի որպես ոլորտի ներկայացուցիչ, այս նեղ մասնագիտացումների համադրությունը, կրթության այսպիսի առանձնահատուկ զարգացումը կսկսվի Հայաստանում, նախադրյալներ կան կամ ցանկություն մասնագետների կողմից կա, թե ոչ։ Այո, կա, շատ մեծ պահանջ կա ու մեր համագործակցության գերագույն նպատակներից մեկը նաև դա էր, այդ բոլոր 4 օրերը, որ իրենք Հայաստանում էին, առաջի օրը մենք ունեցանք գիտաժողով եւ իրենք ունեցան լեկցիաներ, որտեղ կարդացին, ներկայացրեցին իրենց մեթոդը, բայց նաեւ այդ 3 օրը մենք ունեցել ենք բազմաթիվ կլինիկական օրդինատորներ, բժիշկներ այլ բուժկենտրոններից, ովքեր հետաքրքրված են իրենք ընթացքում, հենց վիրահատության ընթացքում եւ հետո հյուսվածաբանական քննության ընթացքում սովորացնում էին, ցույց էին տալիս, պատմում էին, բայց ամենակարևորը, որ սա ստեղծեց կամուրջ,
մեր Հայաստանի մասնագետների եւ ԱՄՆ-ի ու Կանադայի մասնագետների ու Հյուրերն այնտեղից էին, այո, չէ՞, եկել։ Եվ սա մեզ հնարավորություն կտա որոշ դեպքերում գնալ եւ այնտեղ վերապատրաստվել, նաեւ հետագայում նաեւ իրենց հրավիրել հետ Հայաստան նորից մեզ ամեն ինչ սովորացնելու եւ փորձի փոխանակման եւ կիսման առումով, այսինքն բացի նրանից, որ մենք օգնեցինք մեր պացիենտներին, այդ 17 հոգուն վիրահատեցինք, նաեւ ստեղծեցինք հնարավորություններ մեր մասնագետների համար հետագա վերապատրաստման տեսակետից։ Իսկ ինչպես եք հավաքել, եթե կարելի այդպես ասել, պացիենտներին, այսինքն կային որոշ չափորոշիչներ, կային հատուկ պահանջներ, ինչպես են դիմել։ Այո։ Եվ ինչպես են վստահելի մեզ մոտ մի քիչ մտավախություն կա, չէ՞, նոր մեթոդի կամ նոր դեղորայքի եւ չի ասի, որ շատ մարդիկ հանգիստ գալիս եւ մեծ մասը մեր թիմի պացիենտներն էին, այսինքն մենք արդեն կային վերջի 6 ամիսների ընթացքում, քանի որ գիտեինք, որ սպասվում է մեր հյուրերի այցը, բոլոր այն պացիենտներին, ովքեր որ համապատասխանում էին չափորոշիչներով, օրինակ ունեին ուռուցք ոչ մելանոցիտար, որը տեղակայված է սենսիտիվ տեղամասերում, չգիտեմ, դեմքին, կոպերին եւ այլն, եւ տարիքի կամ ինչ-որ ուրիշ կրիտերիաներով համապատասխանում, զգուշացնում ենք, որ ունենք այսպիսի ծրագիր, ունենք այսպիսի մասնագետներ եւ եթե ցանկություն ունեք կարող ենք ձեզ ներառել ծրագրի մեջ նաեւ ունեցել ենք մի քանի պացիենտ ովքեր արդեն գիտեին մոսի մասին եւ իրենց բժիշկների եւ հենց իրենք հետաքրքրված էին ներառվելու, որովհետեւ ունեցել էին բազմաթիվ կրկնություններ ուռուցքի եւ կարդացել էին, որ վերջնական իրենց հարցի լուծումը հենց սա է, այսինքն այդպիսի պացիենտներ ենք ունեցել, ովքեր շատ տեղեկացված են եղել մեթոդի մասին եւ լրիվ գիտակցված եւ մեծ ցանկությունով ներառվել են ծրագրի մեջ։ Այստեղ թվային տեխնոլոգիաները, նույն արհեստական բանականությունը բավականին օգնում են, որովհետեւ տենց միանգամից փնտրում են եւ նորություններին ծանոթանում եւ արդեն անհամբեր սպասում։ Իսկ ըստ եղել էին դեպքեր, որ արտերկիր էին ստիպված գնացել եւ ահա այսպիսի մեթոդից օգտվելու համար գնալ, գալ, դժվարություններ։ Ցավոք սրտի մենք ունեցել ենք այդպիսի։ Ցավոք սրտի ասելով բարեբախտաբար ամեն ինչ լավ է ավարտվել պացիենտների համար, բայց այո, ես անձամբ ունեցել եմ պացիենտներ, ովքեր ստիպված են եղել ճանապարհորդել այլ երկիր մեթոդի կիրառման համար ու անգամ երեխաների դեպքում երեխաների մոտ մաշկի ուռուցքների հեռացման մեջ էլ է այս մեթոդը կիրառվում եւ այդպիսի դեպքեր ենք ունեցել, որ մեր պացիենտների համար փորձել ենք կազմակերպել եւ ուղարկել արտասահմանում բուժում ստանալու համար։ Մի փոքր կուզեի նաեւ այս MOS վիրահատական մեթոդի հետ վիրահատական շրջանից խոսենք եւ ի տարբերություն առաջվա այդ դասական մոտեցման եւ որպես ինչ առանձնահատկություններ կան, արագությունը, հեշտությունը, ցավոտությունը եւ այլն եւ այլն։ Իրականում հետ վիրահատական շրջանը շատ չի տարբերվում կլասիկ մեթոդներից, քանի որ հենց վիրահատական կամ կարելի կամ ինչ-որ ուրիշ առանձնահատկություն չունի։ Այստեղ ամենամեծ առանձնահատկությունը դա ուռուցքի հեռացման սահմանի վերահսկումն է եւ առողջ հյուսվածքի պահպանումը, իսկ մնացած առումներով որպես այդպիսին շատ մեծ տարբերություններ չկան։ Այսինքն նույն process-ն է, նույն խնամքն է, նույն ակնկալիքներն են համարյա։ Այսինքն այստեղ ընթացքն է ամենագլխավոր փոփոխությունը, արդյունավետությունը, որ համոզված լինեք, որ էլ ոչ մի բջիջ, այսպես ասած, չի մնացել ուռուցքի մասում։ Իսկ այ դուք նշեցիք, որ հիմնականում երկու տեսակի համար է սա արդյունավետ, իսկ ինչու մնացած տեսակները չեն ենթարկվում այս մեթոդին։ Չէ, ենթարկվում են, բայց երկուսը ամենահաճախ հանդիպողն են եւ դեպքերի մեծ մասում հենց պացիենտները այդ գանգատով են գալիս եւ հետեւաբար այդ պատճառով են կիրառվում, բայց ուրիշ։ Բայց ըստ էության ցանկացած մաշկի չարորակ ուռուցք կարելի է այսպես։ Այո, ոչ մելանոմային, ոչ մելանոցիտար ուռուցքների։ Ինչու՞։ Որտեվ մելանոմայի սահմանի վերահսկման համար շատ
նեղ մասնագիտացած պետք է լինի, անգամ մեր այս խմբում ովքեր եկել էին Հայաստան, որ պատկերացիք մենք շատ ուրախացած դրականորեն եւ զարմացած էինք թե ովքեր էին գալիս Հայաստան, որովհետեւ ոլորտի լիդերներն էին Ամերիկայում եւ Կանադայում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում եւ անգամ իրենց մեջ ընդհանրապես իրենցից շատ քիչն էին, երկուսն էին, որ մելանոմաների հետ էին աշխատում, որովհետեւ դա էլ է պահանջում ավելի նեղ մասնագիտացում, այո։ Այսինքն օրինակ եթե տեսնենք ԱՄՆ-ում օրինակ այս վիրահատության ընթացքը հիմնականում աշխատում են այդ երկու ուռուցքների վրա, իսկ այն մյուս ուռուցքները արդեն գնում են ավելի նեղ մասնագիտացած կենտրոններ կամ համալսարանական հիվանդանոցներ, որտեղ մեծ փորձ ունեն նմանատիպ։ Լիդա, ճիշտ ենք հասկանում, որ վիրահատությունը սկզբից մինչև վերջ կարող է տևել շատ երկար ժամեր փաստորեն։ Հենց վիրահատական ընթացքը չի, այլ քանի որ հյուսվածքը, այո, քանի որ հյուսվածքը այդ պահին հեռացնում ենք եւ պետք է տանենք լաբորատորիա, այդ լաբորատորիայում հյուսվածքը պետքա մշակեն, բժիշկը նայի, նոր հետ վերադառնա վիրահատարան, այսպես ասած, այսինքն հենց հեռացնելու process-ը կարճ է տևում, կարող է 15 րոպե տևի, բայց լաբորատոր մասը ամեն փուլի կարա տևի ընդհանրենք 40 րոպե մինչև մի ժամ եւ հենց խնդիրը այդ սպասելն է, որ միջև պատասխանը գա եւ նոր շարունակենք փակենք վերքը կամ մեծացնենք վերքը։ Սակայն սպասում են ուժեղ ցավազրկողների ազդեցության ներքո, չէ, դիսկոմֆորտ երևի։ Տեղային լիդոկայինով է արվում, դա էլ է նորություն Հայաստանում եւ շատ հարցեր ծագեցին, բացարձակ ամեն ինչ արվում է տեղային անցկացումով, ավելի կոնկրետ 1% լիդոկային էպինեֆրինով մեր բժիշկները զարմացել էին, որովհետև իրականացում են հսկայական ծավալի վիրահատություններ տեղային անզգայացումով, առանց համակարգային անզգայացման եւ պացիենտը լրիվ արթուն, այսինքն երբ որ ես ասում եմ պացիենտը սպասում է միջև պատասխանը լինի, պացիենտը գնում է սպասասրահում, նստում է, չգիտեմ, ինչ-որ բան է կարդում, այո, ծնվում է, շփվում է հարազատների հետ, միջև որ պատասխանը լինի, հետո հետ գալիս է ինքնուրույն պառկում է սեղանին, ավելի անզգայացումը երկարացնելու համար ներարկում են նորից եւ շարունակվում է, այսինքն այդ ամենը թեթև է ամենը, ավելի կոսմետիկ տպավորություն է թողնում, իհարկե ոչ թե ըստ էության, այլ այսինքն պահանջ չունենք քննացնելու պացիենտին եւ այդ բոլոր ենթադրենք եթե ամբողջ պրոցեդուրան 3 ժամ է տևում, այդ բոլոր 3 ժամի ընթացքում պացիենտը արթուն է, շփվում է բժիշկի հետ, հարազատների հետ եւ այլն, այսինքն ամբողջովին արթուն է։ Նմանատիպ էլի այս թեմայով համագործակցություն սպասվում է, թե անպայման։ Եվ ինչու ինչ նորություն է էլի լինելու կամ ինչ է բաց թողնվել, որ պետք է լրացվի։ Կոնկրետ մեր այս խմբի հետ ուզում եմ նաև նշել իրենց կազմակերպության մասին, կազմակերպությունը կոչվում է Blade and Light, իրենց միսիան կայանում է այս մեթոդը տարածել ամբողջ աշխարհում եւ իրենք աշխատում են 2009 թվականից եւ արդեն հասցրել են տարբեր երկրներում լինել, օրինակ Ռումինիայում մենք մինչեւ եթերը սկսել է խոսեցինք, Ռումինիայում 2009 թվականից արդեն ունեն վերջնական հստակ ձևավորված ծառայություն, բազմաթիվ բժիշկներ եւ եւս այս նույն խումբն է եղել, որ այդ կրթական եւ մնացած հնարավորությունը ստեղծել է Ռումինիայում այս ամենը անելու համար եւ մենք հիմա մեծ հույս ունենք եւ արդեն պայմանավորություններ կան, որ իրենք վերադառնալու են եւ այս ամենը լինելու է շարունակական մինչեւ Հայաստանում եւս կստեղծվի մոս ծառայություն եւ պացիենտները հնարավորություն կունենան ավելի որակով առողջապահական նոր ծառայությունից օգտվել, հա, իսկ գիտաժողովին միայն հայ կլին արդինատոր Աստվածի, ինչպես է այդ բառը օրդինատորներ եւ այլ մասնագետներ են եղել, թե նաեւ այլ երկրներից կային այլ երկրներից, բայց Հայաստանում սովորող այսինքն այստեղ կրթություն ստացող մարդիկ էին։ Ես կարծում եմ, որ եթե էլի գան, միգուցե այլ երկրների մասնագետներին էլ խրախուսենք, որ գան, սովորեն, ծանոթանան եւ հետո միգուցե հաջորդ երկիրը այս խումբը արդեն կարողանա գնալ այնտեղներ դնել։ Ամեն դեպքում դուք արդյունավետությունը գերազանց եւ շատ բարձր եք գնահատում։ Ինչպես հասկանում եմ, որպես բժիշկ մաշկաբան։
այս առաջի միսիան Հայաստանում, Գոնե։ որովհետև իրենց այս այցերը կոչվում են mission, այսինքն միսիա։ Առաջի միսիան Հայաստան շատ հաջող էր։ Իհարկե մենք շատ մեծ աշխատանք տարան կազմակերպչական եւ բոլոր առումներով, որ հնարավորինս սահուն ընթանա ամեն ինչ, բայց ամեն դեպքում իրենց ֆիդբեքը շատ դրական էր։ Իրենք շատ տպավորված էին։ Մենք էլ իրենց օգուտ որևէ տվեցինք վիճակագրության առումով, նոր փորձառության զարմանալու առումով։ Իրենց համար այս հնարավորությունը քանի որ իրենք բոլորը իրենց ոլորտի լիդերներն են եւ տարբեր երկրներում, տարբեր շտատերում են աշխատում, իրենք շատ հազվադեպ է լինում, որ հնարավորություն են միասին աշխատելու եւ իրենց ամենամեծ ողջավորությունը այն էր, որ այդ այսպես sense ոլորտի լիդերները մի վիրահատարանում էին, այո։ Շնորհակալություն, մենք զրուցեցինք Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մաշկաբան Լիդա Մելիքյանի հետ, շատ կարեւոր մեթոդի, MOS վիրահատական մեթոդի վերաբերյալ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն այս հետաքրքիր ինֆորմացիայի համար եւ ցտեսություն բոլորին։ Շնորհակալություն։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։